Անցած տարի Արցախում կազմակերպված կրթություն առանց սահմանների թեմայով միջազգային գիտաժողովից հետո Արցախը Բոլոնյան համակարգին անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը իր ելույթը սկսեց այդ անդրադարձով։ ԼՂՀ հայտը, ԼՂՀ հարցը մի փաթեթի մեջ է դիտարկվել Կոսովոյի Հանրապետության հայտի հետ։ Իհարկե խոսել վերջնական անդամության մասին այս պահին ելնելով միջազգային քաղաքական իրավիճակից իրատեսական չէ, սակայն արդեն երևույթային է հենց հայտի արկայությունը եւ նման հավակնությունների դրսեւորումը եւ ամենակարևորը կրթության ընկալումը որպես մարդու հիմնարար ազատության իրավունքի կարևորագույն դրսևորում անկախ քաղաքական եւ իրավական խնդիրներից։ Արցախցիներին եվրոպական կրթական համակարգում ընդգրկվելու հնարավորություն պիտի տրվի, համոզված է Արմեն Աշոտյանը։ Միջազգային փորձը փաստում է, որ կրթությունը նաեւ լավագույն գործիքներից մեկն է կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հասնելու եւ հանրային կարծիքը հասարակությունների խաղաղությանը պատրաստելու համար։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարն անդրադարձավ ոլորտում իրականացված ու իրականացվող բարեփոխումներին։ Հայրենասիրական դաստիարակության գործում ուսանելի է արցախյան փորձը։ Հայաստանում էլ հաջողությամբ կյանքի է կոչվել ներառական կրթության ծրագիրը։ Այն միջազգային գնահատանքի է արժանացել։ Մեր գերագույն նպատակն է մինչև 2025 թվական կառուցել մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա անկախ իր ֆիզիկական եւ այլ տեսակի խնդիրներից ու սահմանափակումներից կկարողանա իր կարիքին համապատասխան կրթական ծառայություն ստանալ։ Կրթության նվազագույն ցենզը կբարձրանա 9-ից դառնալով 12 տարի։ Անցումը պարտադիր 12-ամյա կրթության նախատեսվում է ավարտական վկայականների տարբերակմամբ։ Քոլեջ ընդունվողները կպարապեն դյուրինացված հանրակրթական ծրագրով, ստացած ավարտական վկայականներով, սակայն նրանք բու ընդունվել չեն կարողանա։ Մեծ ծրագիր է նախապատրաստվում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, որով սկսվելու է 1-ից 12 դասարանների ուսումնական ծրագրերի վերանայման գործընթացը։ 8-ից 10 տարի տևող գործընթացը կվերանայի հայկական կրթությանը տրվող պահանջները։ Օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում բարձրագույն կրթության ոլորտում։ Գիտական փորձաքննության մասին նոր օրենքը գիտության բնագավառում պետական ֆինանսավորումը կդարձնի առավել արդյունավետ։ Պատասխանելով ներկանների հարցադրումներին նախարարն անդրադարձավ Բոլոնյան գործընթացի դրական ու բացասական կողմերին, անապահով խավերի համար կրթության մատչելիության, բանակում ծառայեցների խրախուսման, ուսանողների փոխանակության հարցերին։ Մարինա Մկրտչյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։